Բարի օր հարգելի հայրենակիցներ, այսօր իմ հարցազրույցը տեղափոխել եմ դեպի ներս, դրսում եղանակով պայմանավորված, զրուցելու եմ Հայակ վեբվարչության անդամ, հանրային գործիչ, պատմաբան Արեգ Սավգուլյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սավգուլյան։ Բարև ձեզ, Թակվի ջան, ես եմ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ, որ ժամանակ եք գտել հյուրընկալվելու մեզ, պարոն Սավգուլյան, եւ մեր զրույցը թերևս սկսենք այս օրերին տեղի ունեցող դեպքերով, մասնավորապես խոսքը Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցողն է, գիտեք, երեք արդեն կալանավորեցին նրան 2 ամսով, դատարան նման որոշում կայացրեց, միջև այդ էլ 70 հասցեներում այդպես ներկայացրեցին գտնվող նրա հիմնարկներում խուզարկություններ կատարվեցին, ինչ որ իրեր արգրավեցին, խեղճ առույցի պատմությունը իմացանք, նաև նրա բոլոր առույցներին վագրերին են արգրավել, եթե կարելի այդպես ասել, քննացնելուց հետո նրանցից մեկը այլևս չարթնացավ, դրա մասին էլ կարծում եմ կխոսենք, որտեղ կարևոր շեշտադրումներ կան, եւ փաստացի այս պահին արդեն պարոն Ծառուկյանը կալանավորված վիճակում է գտնվում, իշխանությունները դա ներկայացնում են, հիմա ասեմ ուրեմն նրա դեմ ներկայացված գործը առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպում եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, որպես հանցագործության պատիժ, իսկ քաղաքական ընդդիմադիրների իշխանության եւ հանրային, սեկտորը, հանրային շրջանակը ներկայացնում է դա որպես քաղաքական հաշվեհարդար։ Դուք ինչ կարծիքի եք եւ ինչով կհիմնավորեք նաեւ ձեր ասածը, որտեղ սա եւս շատ կարեւոր է։ Ընտրությունների ժամանակաշրջանում տարբեր քաղաքական ուժերի կողմից, այդ թվում եւ իշխանության եւ ընդդիմության որոշակի սուր խոսույթ ծավալվեց փոխադարձ վիրավորանքների, մեղադրանքներին, համամիտ եմ այն կարծիքի հետ, որ սա քաղաքական հաշվեհարդար է, որովհետեւ ընտրությունների ժամանակ Եթե հիշում ենք, Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի, նախընտրական քարոզարշավի ժամանակ ավելի ճիշտ Ծառուկյանին մեղադրեց, ասաց, որ դավաճան է, պետք է նման մարդիկ պատերի տակ գնդակահարվեն եւ այլն, եւ դրան ի պատասխան նաեւ Գագիկ Ծառուկյանը ունեցավ անդրադարձ, հայտնի այդ ворց առույցի պատմությունը, որ ինքն էլ նույն կերպ չի պատասխանի Նիկոլ Փաշինյանին, բայց կտեղավորի ворց առույցի մոտ։ Իհարկե ցավալի դեպք տեղի ունեցավ, որովհետև այս քաղաքական փոխհրաձգության ընթացքում փաստորեն սպանվեց կենթանին։ Հիմա տարբեր պատճառաբանություններ են բերում եւ այլն, եւ շատերը նաեւ ներկայացնում են համացանցում, որ սա վրեժխնդրության դրսևորում էր, կինոֆիլմերի օրինակներ էին բերում, նաև ասում են, որ Նիկոլ Փաշինյանը այսպես ասած յուրովի վրեժ է լուծել, դե հարց է մնում Ծառուկյանից է վրեժ լուծել, թե ворց առույցից, որի մոտ ինքը պետք է հայտնվեր ըստ Ծառուկյանի խոստման։ Ամենայն դեպս զավեշտ է, որովհետև գիտեք ինչ, քաղաքական մշակույթը մեզանում նորից հետին պլան է մղվում, պայքարը նախընտրական շրջանում ոչ այնքան գաղափարների եւ ծրագրերի միջև էր, այլ այդ տղայական, քրեական բարքերի տիրույթում էր եւ ամեն մեկը փորձում էր իր ուղեղի կամ ֆիզիկական բանը, մկանները, այսպես ասած, ցույց տալ, որը խոշոր հաշվով, գիտեք ինչ, տեղավորում է reality show-ի տրամաբանության մեջ, մարդիկ նայում են, այդ նույն հաց եւ հանդեսների կազմակերպումն է, բայց իրապես երկիրը, պետությունը եւ ժողովուրդը չի շահում դրանից։ Հիմա ինձ ցավն է, որ այս նույն տրամաբանությունը ոնց որ գալիք է 9-րդ գումարման ժողովբանում, ազգային ժողովում կամ ժողովում, որտեղ ազգային խնդրի հետ այս իշխանությունները բառի հետ խնդրեմ ունեն, նույն տրամաբանությունն է շարունակվելու, այսինքն փոխադարձ վիրավորանքներ, մեղադրանքներ, մենք դա տեսանք Հայաստան Դաշինք եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ձևաչափով, բանը հասավ նաև բռնցքամարտի եւ այլն, ես կարծում եմ, որ հանրությունը խոշոր հաշվով, երբ որ այս թմբիրից դուրս գա, ինքը ավելի մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի եւ իշխանությունից եւ ընդդիմությունից, այսինքն իշխանության ձայն տվողներ եւ ընդդիմության ձայն տվողներ իրենք իրենց սպասելիքներ ունեն։
Պետք է ամրագրել հետեւյալ փաստը, որ երկու կողմն էլ հստակ ձայն է տվել, որ իր նախընտրած ուժը հաղթի։ Հիմա եթե մենք այդ նույն խոսույթը շարունակենք, որ ընդունենք իշխանությունները թրքասեր են, թրքամետ են, նրանց ընտրողները զոմբիներն են, իսկ ընդդիմության ներկայացուցիչները, չգիտեմ, ռուսոֆիլ են, հա, եւ նրանց ընտրողները ազգային ազատագրական շարժման կողմնակիցներ են եւ հաջորդ 5 տարին մենք սև սպիտակ ժապավենով ազգային ժողովում, կառավարության նիստերում այս նույն բանը տեսնենք, երկիրը եւ պետությունը կրկնում եմ եւ իհարկե մեր ժողովուրդը դրանից չի շահելու։ Հետևաբար մեր այսպես կոչված քաղաքական դաշտում պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն, որովհետեւ որևէ ուժ այսօր ասպարեզում մեզ հստակ ցույց չի տալիս, թե ինքը ինչ համակարգային փոփոխություններ է բերելու, թեկուզ եւ ընդդիմության կարգավիճակում։ Այսինքն ինչ է այլ ընտրանքը դուք առաջարկում։ Վերջի շրջանում նաեւ բավականին քննարկման նյութ էր Ռուբեն Ռուբինյանի հետ կապված, որ ինքը Թուրքիայում կրթություն է ստացել եւ այն լավ ֆիքսեցիք, որ ինքը կրթություն է ստացել Թուրքիայում կամ ըստ իրեն չի ստացել ինչ որ դասընթացների մասնակցել։ Հետո ակնհայտ է, որ այս իշխանությունը երկիրը տանում է դեպի Թուրքիա։ Հիմա դա կտանի վիլայեթացման տարբերակով, դա կփորձի հավասարակշռել, այդ մնացածը նաև ընդդիմության գործն է, որպեսզի ցույց տա եւ ստանձնի այն քաղաքական զսպաշապիկի դերը, որ թույլ չտա իշխանությունը գնա այս ռեպրեսիաների ճանապարհով։ Իսկ դա ինքը չի կարող մենակ անել։ Պարոն Սավգուլյան, դեռ կխոսենք այդ քաղաքական զարգացումների, մեր սպասելիքների, հանրության նկատի ունեմ ժողովրդի սպասելիքների մասին։ Վերադառնանք քաղաքական հաշվեհարդարին, նաև Հայաքվեի առաջնորդ Ավետիք Չալաբյանն էր, հա, ավելի շուտ փաստորեն նրա դեմ նմանատիպ, ինչպես նաև ներկայացնում եք դուք քաղաքական հաշվեհարդար եղավ, մեկուսացրեցին պարոն Չալաբյանին, հաջորդը պարոն Ծառուկյանն էր։ Իդեպ ինչքանով է լուրջ, երբ որ նախընտրական քարոզարշավի ժամանակ, որը հիշեցրեցիք, երկրի առաջնորդը ասում է կզացնելու եմ ձեզ, չոքացնելու եմ, բոմժ եմ սարքելու, երկու բոթասով եք եկել, երկու բոթասով էլ գնալու եք, խոսքը այստեղ հիմնականում Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին եւ Ռոբերտ Քոչարյանին էր նվիրված, եթե կարելի այդպես ասել, իրենց էր ուղված եւ փաստացի խոսքից կարելի ասել անցել է գործի, հա, որովհետեւ ըստ էության նաեւ կարելի ասել սննկացման գործընթաց է գնում, տեսեք հիմնարկները փակվեցին, ինչ կլինի դրանց ճակատագիրը չգիտենք, համենայն դեպս արդեն իսկ խոսվում է Արադ ցեմենտ գործարանը պետականացնելու մասին, ինչպես որ վարվեցին Հեցի հետ։ Եվ ըստ այդմ հաջորդիվ լինելու է երևի թե Սամվել Կարապետյանը, հաջորդիվ Ռոբերտ Քոչարյանը, չմոռանանք, որ նաև իրենց ծրագրում կա եկեղեցին, հա, Վեհափար Հայրապետի հետ հաշվեհարդարն է։ Այ ինչ կյանք է մեզ սպասում առաջիկա 5 տարում։ Մենք բավականին կարևոր մարտահրավերներ ունենք, սոցիալական, տնտեսական, արտաքին քաղաքական, որտեղ աշխարհը փոխվում է, իսկ մենք ընկել ենք հաշվեհարդարների ճակերտավոր նաև այսպես ասած քաղաքական պատիժների հետևից, ինչ որ մարդկանց ենք որսում, հանցագործություններ ենք նրանց վերագրում եւ պատժում ենք։ Իդեպ նորություն չէ, մենք նաեւ նախորդ 5 տարում ենք այս ամենի ականատեսնում մասնակից է եղել։ Հայաքվեի ազգային քաղաքացիական միավորումը միակ ուժն է, որը մասնակցել է ընտրություններին, ոչ պաշտոնապես աջակցել է ուժեղ Հայաստան դաշինքին եւ վճարել է ամենամեծ գինը, որովհետեւ այսօր մեր համակարգող Ավետիք Չալաբյանը քաղբանտարկյալի կարգավիճակում է, շատ չխորանամ այն իրավական հիմնավորման մեջ, որը որպես մեղադրանք որը դրվել է մեղադրանքի հիմքում, որ Չալաբյանը կարողացել է ինչ-որ X ուժերի վրա ազդեցություն գործել, այդ ուժերը իրենց հերթին այլ ուժերի վրա են ազդեցություն գործել, ընդհանրապես ֆանտաստիկ մեղադրանք է, որը կարելի ասել։ Բայց հիշենք նաև, որ Ավետիք Չալաբյանը բազմիցս առանձնացել է իր ազգային հայրենասիրական կեցվածքով, իսկ այսօրվա իշխանության համար դա կոնկրետ տաբու է։ Եթե դու խոսում ես ազգային արժեքներից, սիմվոլներից, արժե համակարգից, դա այս իշխանության համար տաբու է։ Նաև վառ ապացույց էր վերջերս, որ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը, թե Խաչատրյանը, մի խոսքով ընդունելությունների սրահից հանել էր Արարատ լեռան նկարը։ Այսինքն այս process-ը մեզ հուշում է, որ այն ուժը, լինի դա քաղաքացիական միավորում, լինի քաղաքացիական հասարակություն որևէ ներկայացուցիչ, որը կխոսի ազգային արժեհամակարգից, արդեն ինքը ենթակա է քրեական հետապնդման եւ հաշվեհարդարի։ Հիմա այս քաղաքականությունը գործիքակազմը, որը կիրառում է, հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր ղեկավարած խունտան ոչ լեգիտիմ խունտան, որովհետեւ այս ընտրությունները անկախ են հանգամանքից ընդդիմությունը մանդատները կվերցնի թե չի վերցնի, այս 8-րդ, չէ 9-րդ արդեն գումարման ազգային ժողովը ինքը ոչ լեգիտիմ է։ Շատ բարձր։ Որովհետև սահմանադրական դատարանի որոշումից հետո երկիրը քաղաքական իմաստով թևակողեց ճգնաժամի փուլ, երբ որ 58,000 մարդու ձայն ուղղակի փոշիացավ։ Երեք ես գրառում էի արել անդրադարձել, պատկերացրեք օրինակ Գերմանիայում իրենց դաշտային սահմանադրական դատարանը, այնտեղ կարծեմ 5% անցողիկ շեմը, եթե համամասնորեն համեմատենք մեր բնակչության, հա, մեր ընտրազանգվածի հետ, եթե այդ նմանատիպ որոշում կայացնել, ինչպես բանը կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաջակորով Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ իհարկե Չակերտյան, ապա նշանակում է 3 միլիոն մարդու ձայն կփոշիանար։ Դա Հայաստանի Հանրապետության բնակչության թիվն է։ Այսինքն պետք է պատկերացնել ինչ մասշտաբի խախտում է տեղի ունեցել եւ սահմանադրական դատարանը փաստացի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, որոնք հստակ թելադրված էին քաղաքական ցուցումը, ուղղակի սրբագրեց։ Այդ կերպ երկիրը մխրճեց քաղաքական ճգնաժամի փուլ։ Հիմա այս փուլում իշխանությունը գտնում է, որ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց խոչընդոտում են, ապագայում թրքամետ սահմանադրություն ընդունելու հարցում կամ վիլայեթացման գործընթացը իրականացնելու, ինքը այդ ուժերին ուղղակի մեկուսացնում է։ Միևնույն ժամանակ այս իշխանությունը պետք է հստակ նայի ինքը ինչ ընդհանրապես գաղափարախոսությանը հետևում։ Իրանք հետևում են այդ Չակերտյալ էլի ասեմ իրական Հայաստանի գաղափարախոսությանը, որտեղ հստակ նշում են, որ երկիրը անկախացնելու նպատակով իրանց տրամաբանությունը հետևյալն է, պետք է քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ։ Իսկ եթե շատերից է կախված երկիրը, ել ավելի շատերից պետք է կախված լինի երկիրը։ Փոխարենը մտածենք, եթե ընդունենք 10 երկրից կախվածը, ոնց թոթափեն այդ ստրկական լուծը, հա, եթե դու ունես այդ պարտավորվածությունների շարքը, այս մարդիկ գնում են լրիվ ուրիշ ճանապարհով։ Բայց այս process-ում էլ են իրանք իրենց շղթում։ Եթե դու գնում եք այդ ճանապարհով, Ռուսաստանից ինչ է փչացնում ձեր հարաբերությունները։ Լավ, մի ծայրահեղություն է այդ ռուսոֆիլ լինելը, մյուս ծայրահեղությունը թրքասիրությունն է։ Սա իրականում ձեր հարցադրմանը ի պատասխան ուր են տանում իրանք երկիրը, որտեղ իրենք չունեն մեր պետության եւ երկրի հետ կապված կոնկրետ տեսլական ռազմավարություն չունեն։ Իրենք բան են, սովորական դրամի փոխանակման կետերը չենջերը կան, այդ կուրսով են շարժվում։ Առավոտը վեր են կենում, տեսնում են քամին որտեղից է ուժեղ փչում, ոնց պիտի իրանց քաղաքականությունը կազմակերպում են։ Եվրոպայից կանչում են, բազում են Եվրոպա, Ամերիկայից կանչում են, գնում են, դե Թուրքիա, Ադրբեջան այդ խոսք չկա, այդտեղ լույսի արագությամբ են գնում եւ հանդիպումները կազմակերպում։ Միևնույն ժամանակ բանը անմեղսունակ դեմքով գնում են, նստում են Ռուսաստանի իշխանությունների կամ չգիտեմ վարչապետի դիմաց եւ ասում են մեզ շատ հետաքրքիր է որ մենք ամեն ինչ անենք ԵԱՏՄ-ի հետ մեր կապերը պաշտպան։ Մեռան այդ ռուսները ասելով եղբայր կամ գնում ես Եվրամիության ճանապարհով կամ գնում ես ԵԱՏՄ-ի ճանապարհ, շարունակում ես ԵԱՏՄ-ի ճանապարհը, որովհետեւ սրանք միայն տնտեսական կառույցներ չեն, որոնք նաեւ իրար հակակշիռներ են։ Եվրամիությունը դա նաեւ քաղաքական կառույց է։ Այսինքն խորքային եթե նայում ես, դրանից հետո հաջորդ քայլը ՆԱՏՕ-ի անդամ դառնալն է։ Այսինքն դու պետքա կողմնորոշվես տարածաշրջանում, դու ուր ես գնում։ Բայց իրենք հստակ այդ կողմնորոշումը չունեն, ինչա դա մեզ տալի։ Անընդհատ խոսում են պատերազմի օրակարգի մասին, հենց ընդդիմության որևէ գործիչ ներկայացուցիչ խոսում է
դիվերսիֆիկացիայի, չգիտեմ, հարաբերությունների իրական հավասարակշռման մասին, նրան նույնպես թիրախավորում է։ Այսինքն, եթե տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրապես ցանկանում են վարել հավասարակշռված քաղաքականություն, դա պետք է չլինի միակողմանի։ Այսինքն, այդ հավասարակշռության կենտրոնները ուժային պետք է այդ ռազմավարության մեջ հաշվի առնեն։ Հիմա ըստ էության մենք ունեցել ենք երկու խոշոր փաստաթուղթ։ Մեկը դա եղել է 44-օրյա պատերազմից հետո այդ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան, որի հետ կապված իրանք չեն ուզում ընդունել, որ դա կապիտուլյացիա է, իսկ բոլոր քայլերը տանում են դեպի դրան։ Այսինքն այդ բոլոր խոնարհումները թուրք-ադրբեջանական իշխանությունների առաջ դա կապիտուլյացիայի պայծառ օրինակ է։ Բանակը սարքել, հասցնել 14000-ի կրճատել, դա կապիտուլյացիայի օրինակ է։ Համաձայնվել, որ տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ, ես հատուկ 300,000 տերմինը չեմ օգտագործում, դա իրանց ցավապատճառ, բայց նույն Ալեն Սիմոնյանը եւ Արսեն Թորոսյանը դրա մասին խոսացել են։ Տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ պետք է գան Հայաստանում ապրեն այն պայմաններում, երբ որ դեռևս ժողովրդի մեջ կա հստակ տրամադրություններ բացասական, այդ բաների, էթնոխմբերի նկատմամբ չի կարելի։ Այսինքն բռնի ճանապարհով այսօր մեզ պարտադրում են շարժվել այն ուղով, որը հակազգային է եւ իրականում հակապետական է։ Եթե 2008 թվականի մեր, այսինքն միջև վերջերս մեր ազգային անվտանգության ռազմավարության 2008-10-ներ ընդունվել, կարող թիվը շփոթվեմ, ազգային անվտանգության ռազմավարության մեջ հստակ նշված է, որ տարածաշրջանում Թուրքիան եւ Ադրբեջանը հակառակորդներ են։ Դա եկեք հասկանանք ինչ է փոխվել։ Կամ այդ խաղաղասիրության բանը, ֆետուշացումը, որ կա եւ այդ ֆան կլաբը, որը ձևավորվել է հենց բերանը բացում ես մի քիչ կոշտ Թուրքիայի կամ Ադրբեջանի հասցեին խոսելու, ասում են դու ուզում ես պատերազմ։ Եվ բանը, լավ է մենք առևտուր կանենք եւ այլն, սա նաեւ քարոզում է իրենց կողմից։ Թուրքիան եւ Ադրբեջանը շահագրգռված են, որ Հայաստանի Հանրապետությունը լինի բարակեցիկ եւ հզոր պետություն, ես բոլորին այդ հարցադրումը տալիս եմ։ Այսինքն հստակ իրոք շահագրգռված են այդ պետությունները, որ Հայաստանը պետքա ծաղկի զարգան։ Ես չեմ ասում, որ Ռուսաստանը նույն կերպ է շահագրգռված, հա։ Նա էլ ունի իր կայսրական շահերը, նա էլ ունի իր այդ ուկրաինական ճգնաժամը, որը չի կարողանում հաղթահարի եւ հստակ, այսպես ասած, հյուսիսային արջը մի ոտքով ընկել է թակարդը ու չի կարողանում դուրս գալ, երբ որ մտածում են ընդհանրապես ռազմական օպերացիա մի քանի օրվա մեջ այդ հարցը պետք է լուծեն, որտեղ խորքային չեն պատկերացնում այն ականները, որը արևմուտքը դրել է, բայց դա իրանց գործն է։ Գանք մեր պետությանը, մեր պետությունը այսօր գտնվում է ոչ միայն մենք ներքին ճգնաժամի մեջ, այլև արտաքին ճգնաժամի մեջ ենք։ Իսկ այն քաղաքականությունը, որի իշխանությունները որդեգրել են, նույն պատմությունը, նույն ֆիլմի, այսպես ասած, Սանտա Բարբարա սերիալի շարունակությունն է, 11 թե 12,000 սերիան արդեն գնում, նույն մարդկանց դերակատարմամբ, նույն ռեժիսորներով, եւ սա մեզ տանելու է կրկին փակ ուղի։ Իսկ կոնկրետ Թուրքիայի հետ հարաբերությունները կամ ԵՀՏՄ-ի հետ խզումը, երբ որ դու չունես օրինակի համար այլընտրանքային շուկաներ, հա, 100-ավոր տոննա կամ 1000-ավոր տոննա ծիրանը դու արտահանում ես ռուսական շուկա, հիմա 2 կամ 3 տոննա են տանում Եվրոպական միության մի հատ ինչ-որ երկիր եւ դա ներկայացնում են որպես դարի հաղթանակ։ Այս վերջերս է բանը այդ եվրոպացի կանանցից մեկը Կոսի մասին է խոսքը, Ծիրանի ջեմեր սարքեր, այո, ոչ չի, թող գովազդի իհարկե, Ծիրանի ջեմը։ Հայկական ծիրանի PR է անում։ Ոչ չի թողանի, բայց ծաղիկների շուկան, որը սարսափելի է, հիմա մարդիկ ուրախանում են, ասում են ծաղիկը էժանացել, ծաղիկը էժանացել է, մյուս տարի մարդիկ ջերմոցում այլևս չեն տնկի, ու կամ էլ դա շատ քիչ կլինի, եւ ծաղկի գինը կթռնի 100-պատիկ անգամ։ Նույնը նաև մնացածը, գիտեք ինչ, եթե մարդը ընդունենք վարկեր է վերցնում, բիզնես է դնում եւ տեսնում է, որ ինքը արտահանման շուկա չունի, հա, ինքը կոնկրետ այդ գործընթացը չի զբաղվում, անիմաստ է, այո։ Պարոն Սաբգուլյան, քանի որ ասեցիք, հա, խորհրդարանը ոչ լեգիտիմ է, հետաքրքիր է, որ Փաստորեն Սահմանադրական դատարանը նաև այս իշխանություններին հակասող որոշում կայացրեց, որովհետև իրենք, իսկ հենց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցներից մեկում այսպիսի հայտարարություն արեց, թե իրենք, այսքան ԿՊ-ի ստացած ձայները 100%-անոց
լեգիտիմ են, հա, չեմ հիշում այդ բառը ոնց էր, ստերիլ են, ինչ-որ այդպիսի մի բառ էր ասել, իսկ փաստորեն ընդդիմությանը բոլոր ընտրողները, ովքեր ձայն են տվել, այսինքն ընդդիմությունը անխտիր, կեղծված, կաշառված, 100%-ով կաշառված ձայներով է ընտրվել, եւ փաստացի Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ լինել, որտեվ դիցոք, հա, իր ասելով ընդդիմությունը կաշառքով է փաստորեն ընտրվել, բայց միևնույն իրենք ընդունում են այդ արդյունքները եւ այդ արդյունքներով գնացին խորհրդարան ձևավորեցին։ Այդպես է ստացվում։ Իհարկե, ձեր դիտարկումը շատ օբյեկտիվ է եւ ճիշտ, բայց սահմանակնդրական դատարանը բնականաբար կատարել է քաղաքական ցուցում, վերջի ցուցումը, որովհետեւ նույն Նիկոլ Փաշինյանի ուղեղում օրվա ընթացքում 1 միլիոն հատ միտք է ծագում։ SMS հաղորդագրությունները, որ ստանում են, վերջի ստացած SMS-ի ժամկետը որոշում են կայացնում, որ հանգարցակի իրանք էլ թիրախում չհայտնվեն։ Նույն Նիկոլ Փաշինյան մաֆիայի մասին։ Այսինքն սահմանադրական դատարանի կազմի իրենք կարծեմ 8 տարվա մեջ 100%-ով են փոխել եւ պատրաստվում են նաեւ մի հատ հարցում ուղարկենք օրինակի համար ԲԴԽ-ին, որպեսզի պարզենք արկա գործող դատավորներից քանի տոկոսն է այս իշխանության օրոք նշանակվել, որպեսզի իրանք չխոսեն դատաիրավական մաֆիայի մասին, որի քահայրը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն, եթե դատավորը կայացնում է իր սրտին համահունչ որոշում, նշանակում է դատավորը ազնիվ է եւ արդար։ Եթե օրինակի համար նույն Ծառուկյանի դեպքը ընդունենք արդարացնում է ինչ որ գործով, նշանակում է դատավորը կաշառքաբերձ կամ ինչ որ շահագրգռվածություն ունեցել։ Սա ուղիղ ցուցում է այն հայտարարությունը, որ ինքը արեց, որ ուզում եք հավատամ, որ դատավորը Ծառուկյանի մասով ընտրակաշառքի հարցում, որ արդարացրել է, բանա ձրի է դա արել, թե չէ։ Դա գիտեք ինչ է նշանակում, դա հստակ քաղաքական ցուցում է։ Ծառուկյանի գործով զբաղվող ապագա դատավորին կամ դատավորների, եթե դուք հանգարցակի որևէ մասով Ծառուկյանին արդարացնեք, նշանակում է դուք կոռումպացված մաֆիոզ եք։ Իրա տրամաբանությունը հետևյալն է, եւ դատաիրավական համակարգը, սահմանադրական դատարանը, օրենսդիրը, գործադիրը իր օրոք խայտաբղետ ձևով ձուլել են մի հատ ընդհանուր կաղապարի մեջ, հա, որի այդ կաղապարիչի բաց ու խոփի միակ բացառիկ արտոնությունը տրված է Նիկոլ Փաշինյանին։ Երբ ուզում է բացում է, ոնց ուզում է խառնում է, ոնց ուզում է թելադրում է, բայց խնդիրն այն է, ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգել քաղաքական դաշտը եւ սանիտարական աշխատանք տանել։ Օրինակի համար Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը սկզբից Արման Թաթոյանից հետ էր փորձում աշխատանքներ տանել, որտեղ խնդիր կար։ Մեր հաշվարկները ցույց են տալի, որ 4-րդ բևեռը պետք է այսպես ասած ձևավորվի, որի շնորհիվ 50+1-ով ընդդիմությունը պետք է հաղթի, այսինքն նախատեսվում էր, որ օրինակի համար նույն ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, Գագիկ Ծառուկյանը, Բարգավաճը եւ Արման Թաթոյանը, այսպես ասած միասնության թևերը, Հայաքվեի նաեւ աջակցությամբ, կարող են հայտնվել ազգային ժողովում եւ տեսակարար կշիռ ունենալ։ Եվ այս առումով ձևավորել իշխանություն։ Չստացվեց դա։ Հաջորդ քայլը, որը դիտարկեցինք, ասացինք լավ, չեզոք չմնանք, փորձենք ուժեղ Հայաստանին օժանդակել այս հարցում։ Հաջորդը սկսվեց քաղաքական ռեպրեսիաներ, նույն Ավետիք Չալաբյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովում բավականին ակտիվ մասնակցություն ունեցավ, Բարգավաճի մասով այդ 4% շեմի հաղթահարման հարցի լսմանը եւ այնտեղ նույնիսկ լեզվակռիվ տեղի ունեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, այսինքն բոլոր փորձերը արեցին, որ որևէ կերպ նպաստենք նրան, որ այդ 4%-ի հարցը լուծվի։ Հիմա ես նաև կատակով նշում հաճախ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը մոռանում է իր որպես կազմակերպություն շահերի մասին, չակերտալ իհարկե շահերի մասին, եւ ամեն կերպ փորձում է հենց այդ քաղաքական սանիտարի դերը ստանձնել, բայց երևի դա մեր կազմակերպության ճակատագիրն է։ Հետևաբար մենք կարծում ենք, որ այս ճգնաժամային փուլում պետք է ստեղծվի այլընտրանքային մարմին, որը պայմանական մենք կոչում ենք հանրային խորհրդարան, որտեղ պետք է ներգրավեն արտախորհրդարանական քաղաքական ուժերը, քաղաքացիական կազմակերպություններ, մտավորականներ, եւ այս կազմակերպությունը
իր պայմանական եմ ասում, իրավա օրենսդրական գործունեությամբ, այսինքն նախագծեր պետք է մշակի, որոնք վերաբերվելու են մեր երկրի արտաքին հարաբերություններին, ներքին քաղաքականությանը, սոցիալական իրավիճակին եւ այդ փաթեթները պատրաստի ձևով հրամցնի 9-րդ գումարման ազգային ժողովին, որպիսի մեր 9-րդ գումարման ազգային ժողովը դուրս գա այդ փոխադարձ վիրավորությունների սպասվող եւ հրաձգությունների դաշտից եւ կարողանա կենտրոնանալ պետականաշինության ուղղությամբ։ Իհարկե, այս իշխանությունների հետ դժվար է այդ ճանապարհով քայլելը, որովհետեւ իրենք գնում են կազմաքանդման ուղղությամբ։ Հիմա դա գիտակցում են, թե չեն գիտակցում, այն հանգամանքը, որ իրենք ստանում են հերթական, այս անգամ չակերտյալ այդ վստահության քվեն, նրանք համոզված են, որ իրենք ճիշտ են։ Հետևաբար հղում չեն տալիս, որ մանիպուլյատիվ են քարոզչություն արել, հղում չեն տալիս, որ վերջի 6 ամսվա ընթացքում սոցիալական կեղծ ռեֆորմների ճանապարհով հեսա բյուջեին, պետական բյուջեն կանգնեցնելու են ապոկալիպսիսի առաջ, որովհետև պայթելու է այդ բյուջեն եւ չեն կարողանալու սպասարկել են բոլոր խոստումները, ծրագրերը, որոնք իրենք առաջ են քաշել։ Իրենք կոնկրետ մտածում են առաջ գնալու մասին, բայց այդ առաջը պետությունը տանում է դեպի անդունդ։ Իրենք չեն հասկանում, որ անդունդի եզրով քայլելով իրենք մտածում են, որ իրենք առաջ են գնում, ուր են գնում։ Կոնկրետ այս ամբողջ քաղաքականությունը նշեցի տանում է դեպի ուր։ Հետևաբար ինչ խնդիր ունի։ Հանրային խորհրդարանը ինքը պետք է դառնա քաղաքական մշակույթի, ապագա քաղաքական նաև գործիչների հղկման դարբնոց։ Մեր երկիրը սովոր է եղել տարիներ շարունակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դրսից դրամաշնորհներ են ստացել եւ այդ ուղղությամբ նաեւ ազդել են Հայաստանի Հանրապետությունում տարբեր քաղաքական process-ների։ Մենք կարծում ենք, որ հանրային խորհրդարանը պետք է լինի քաղաքական մշակույթի ձևավորման ազգային դարբնոց, որը մեկուսացված չի լինելու արտաքին աշխարհից եւ փորձելու է իր մեջ զուգակցի լավագույն փորձը, միջազգային փորձը եւ այս ճգնաժամային փուլում մեր երկիրը դուրս բերի այս իրավիճակից։ Ինչ ներուժ է ունենալու ձեր ասած այդ կառույցը, հաշվի առնելով, որ այստեղ ամեն կողքից այդպիսի ինչ որ նախաձեռնություն ճնշվում է, եթե ինչ որ վտանգ է տեսնում, չի լսվում նրա ձայնը, դուք ասում եք նախագծեր կներկայացնի, որքանով է դա օրենքով հիմնավորված, որքանով իրենք կարող են այդպիսի բան անել եւ դուք ասացիք չի երաշխավորվում, որ քաղաքացիական պայմանագիրը կընդառաջի, որովհետեւ ըստ էության դատելով Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններից, որ ասում էր մենք ձեզ սպասում ենք ընդդիմություն, դե եկեք, չգիտեմ ինչ որ բառեր օգտագործում, որը ամենևին քաղաքական մշակույթ չէր ենթադրում, այլ ենթադրում էր, որ այնտեղ բռնցքամարտով կամ առանց օրենքի մարտերով են զբաղվելու։ Այսինքն իրենք ընդդիմությանը ընդունում են ոչ թե այնտեղ քաղաքական օրակարգ ստեղծելու, այլ ծեծ կրտուքի համատարած փոխադարձ վիրավորանքների, ինչպես դուք եք ասում, հրաձգության համար։ Այս դեպքում ինչքանով է նպատակահարմար, ձեր այդպիսի ասած։ Հանրային խորհրդարանը ինքը ես շատ փակագծերը չբացեմ, բայց չի լինելու ստանդարտ կառույց։ Հանրային խորհրդարանը նաև այլընտրանք է փողոցային շարժման։ Եթե նախկինում փողոցում հավաքում են մարդկանց, հետո իրավապահները անցնում են գործի, ցրում են եւ այլն, հանրային խորհրդարանը դառնալու է իրավաքաղաքական ճնշման հստակ գործիքակազմ իր բոլոր ինֆրաստրուկտուրաներով, որը ոչ թե խնդրելու է, այլ ստեղծելու են մթնոլորտը, որտեղ պարտադրված է լինելու 9-րդ գումարման ժողովը, ազգային ժողովը աշխատելու։ Նայեք, ամեն ընտրություններից հետո, այո, ես ունեմ այդ վստահությունը, որ այն նախագիծը, այն ինչ որ մենք մշակել ենք եւ պատկերացնում ենք, որը կիրառվի ամբողջությամբ, այո, այդ հնարավորությունն ու ռեսուրսները կան։ Խնդիրն է, որ ցանկացած պարլամենտական ընտրություններից հետո շատ դեպքերում անկախ թե իշխանության, թե ընդդիմության падգամավորները կտրվում են հասարակության լայն զանգվածներից, հա։ Եվ անցնում է 4 տարի, հետո այդ մինչև այդ 5-րդ տարին այդ մի տարիների նախապատրաստում են նոր ազգային ժողովի ընտրություններին համապետական։ Հիմա մենք այս ցիկլը պետքա քանդենք, սա կծիկ է։ Արդյունքում առնվազն 4 տարի կտրվում են հանրային լայն զանգվածներից եւ իրենք զբաղվում են ներփակ, ասենց ասած, իրավահորձական գործունեությամբ կամ ինչպես դուք եւ ես նշեցինք, բռնցքամարտով։ Այո։ Հիմա հանրային խորհրդարանը
կոչվածա նաև փոխելու այդ մշակույթը։ Այսինքն բազմաթիվ օրինագծեր կա, դիցուկ օրինակ։ Անընդհատ դժգոհում են հանրապետությունում, որ իրականում Հայաստանի Հանրապետության ընտրության ելքը որոշում են ընտրության չմասնակցող քաղաքացիները, որը մեծ տոկոս է կազմում։ Այսքան տարի ունեցել ենք արդեն 8 գումարման ազգային ժողով։ Ինչի որևէ ազգային ժողովում օրինագիծ չեն ընդունել, որ այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցում ընտրությունների, տուգանվեն, կամ երկու անգամ պարբերաբար չեն մասնակցում, զրկվեն քաղաքացիությունից։ Եվրոպայում դրա օրինակը կա։ Լավ առաջարկ է։ Այստեղ հակառակն են անում, այստեղ երկրորդ խնդիրը, որը կարող է վերաբերվել օրինակի համար բանկային աննորմալ տոկոսներին, հա։ 24 թվականին բանկերը Հայաստանի Հանրապետությունում աշխատել են $1 միլիարդ, 25 թվականին $1 միլիարդ 200 միլիոն դոլարի չափ շահույթ են ունեցել։ Եվ եթե դուք ուզում եք հիպոթեկով ինչ-որ բնակարան եք վերցնում, մեքենա եք վերցնում, աննորմալ տոկոսներ են։ Եվ բանկերն էլ զուգահեռ աննորմալ բան է, եկամուտներ են ունենում։ Ինչի՞ էս հարցը չի բերվում այդտեղ։ Երրորդը ինքնակամ շինություններ կան 10,000-ով։ Ես հարցում եմ արել եւ մարտի դրությամբ 75500 ինքնակամ շինություն կա, որը գրանցված է պետական կադաստրում։ Ինչի հնարավորություն չեք տալիս, որ քաղաքացին այն սեփականությունը, որ տասնամյակներ շարունակ օգտագործել է, պետական գրանցում իրականացրել։ Այսինքն այդ անշարժ գույքը լիարժեք կերպով տիրապետել։ Վերջերս կարծեմ այդպեսի նախագիծ ընդունեցին, հնարավորություն տրվեց։ Հսկայական գումար գրանցես, բացի այդ գումարը, եթե նույնիսկ դու ուզում ես այդ ինքնակամ շինությունը սեփականաշնորհես, կադաստրային արժեք պետք է վճարես, որը մի քանի տարի առաջ աստղաբաշխական թիվ է կազմում։ Ինչի՞ չեք տալիս հնարավորություն, որ մարդը իր սեփականությունը գրանցի։ Այսինքն հարցեր կա, որը կարելի է կազմակերպել, եւ նման հարցերը բազմաթիվ են, Թաքուի ջան։ Եվ հանրային խորհրդարանը կոչված է օգտագործելու Հայաստանի Հանրապետությունում թե օրինական, թե սահմանադրական բոլոր գործիքակազմերը, որոնք հնարավոր են, եւ դառնա 9-րդ գումարման ազգային ժողովի գլխացավ։ Մեր խնդիրը հեղափոխություններ կազմակերպելը չի, մեր խնդիրը ստիպելն է, որ եւ իշխանությունը եւ ընդդիմությունը աշխատեն։ Հիմա անկախ աշխարհակաղակական ուղղվածություններից, անկախ քաղաքական նախասիրություններից իրենք գնալու են եւ ներկայացնելու են նոր ազգային ժողովը, չէ՞։ Բաթեղին չէ, ինչով եք դուք զբաղվելու։ Նշանակում է պետքա զուգահեռ լինի նաեւ մի այլ ընտրանքային մարմին, որը կարողանա հստակ ճշում գործադրել։ Իհարկե գիտեք ինչ, դա չի գալի առողջ քաղաքական մթնոլորտից։ Եթե մեր երկրում լիներ առողջ քաղաքական մթնոլորտ, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ այլ ընտրանքային մարմիններ ստեղծի, հանրային խորհրդարաններ կյանքի կոչեն, հələ ազգային ժողովի մանդատները չեն ստացել, վազը գնացեք բանը, փողոցային պայքար սկսեք։ Նորա ձևավորվել է բանը ազգային ժողովը։ Եվ հիմա չկա օրինակի համար հստակ սոցիոլոգիական պայմանական եմ էլի ասում հարցում, որ օրինակ այսքան տոկոս ասում մանդատը վերցու, ընդդիմությանը այսքան տոկոսն ասում մի վերցու։ Բոլորը միանգամից ողջևորված ասում գնում ենք փողոցային պայքար։ Եղել է փողոցային պայքար, ձախողվել է այդ փողոցային պայքար։ Իհարկե դա չի նշանակում, որ նոր փողոցային պայքարը ձախողվելու, բայց հասարակության մեջ պետք է լինի համապատասխան տրամադրություն, որ այդ ժողովուրդը կարողանա դուրս գա փողոց։ Ինչ են անելու։ Չալոյի կոմանդը պետք է ձևավորել, այդքան էլի գոռան բան իշխանապողություն ոչ։ Հայաստանի Հանրապետությունում քանի չկա հասուն քաղաքական համակարգ, հա։ Այո։ Բոլոր իրադարձությունները քաղաքական ընթանալու են սխալ հունով եւ այդ հունի փոփոխությունը կախված է լինելու մեկ մարդու կամքից, որտեղ համակարգ չկա։ Կմահաճույքից էս կասում։ Անհատական դաշտում մի հոգու կամ մի խմբակի քաղաքական կամքից կախված է ողջ երկրի քաղաքական process-ները։ Հանրային խորհրդարանը կոչված է, որպեսզի այդ ընթացքը խաթարի եւ պետականաշինության գործունեությունը բերի կոնկրետ կանոնավոր հունի մեջ տնի։ Շնորհակալ եմ պարոն Սավգուլյան, եթե ավելացնելու ոչինչ չունեք, իհարկե թեմաները բազմաթիվ են, որ կարելի է խոսել, քննարկել, բայց մեկ եթերաժամանակը բավական չէ դրա համար։ Ամեն դեպքում, ինչպես դուք նշեցիք, մենք կքննարկենք եթերաժամից հետո։ Շատ լավ։
Շնորհակալ եմ, Ես էլ համբերություն շնորհակալ։ բոլորիս, զինվենք համբերությամբ, ուժու կորով նաև ձեզ, հա, որովհետև հանրային քաղաքական գործընթացների մեջ եք, որպեսզի Շաքերտյալ Թակուի ջան, զինվենք համբերությամբ, որովհետև հիմա ցանկացած բառ պետքա զգուշությամբ արտանալ։ Այո, քրեական գործի հիմք կարող է հանդիսանալ։ ցավոք սրտի դուք ճիշտ եք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ հարգելի հայրենակիցներ, հիշեցնեմ, այսօր իմ տաղավարում զրուցում էի Հայաքվե վարչության անդամ հանրային գործիչ պատմաբան Արեգ Սավգուլյանի հետ։ Ցտեսություն։